Սերոբ Տեր-Պողոսյանի հասցեին Հայաստանում հնչած առաջին մեղադրանքն այն էր, որ ինքը մասոնական օթյակի անդամ է, ինքը ոչ հաստատում է, ոչ երգում, ասում է, ես Ռոտարի միջազգային ակումբի անդամ եմ։ Ռոտարի ակումբը ջանցված է, բոլոր աշխարհը, որ բիզնեսմեններու ակումբ է եւ ամեն բիզնեսմեն, որ հաջող բիզնեսմեն է, կուզե որ անդամ լավ։ Հենց Ռոտարիին են վերագրում մասոնականության հետ կապեր, ակումբը ստեղծվել է 1905-ին ամերիկյան Չիկագո նահանգում եւ մասնաճյուղեր ունի գրեթե բոլոր երկրներում։ Տեր-Պողոսյանն ասում է, ակումբ մտնում են ոչ թե ցանկությամբ, այլ հրավիրում, որպեսզի բարեգործություն անեն։ Այսինքն եթե մենք ուզենք երեխաներու, հասմատամ երեխաներու օգնել, քանի որ մենք ֆինանսական դեր կարող չենք իբր բիզնեսմեններ, մենք գտիմենք երկրի դարբեր մասնաճյուղերին, դարբեր ակումբներին եւ իրենց ներդրումներով մենք միասին կաշխատենք, որ համայնքին ծառայենք։ Սերոբ Տեր-Պողոսյանը 1 տարի նախագահել է Հայաստանի Ռոտարի ակումբում, ավելինի իրավունք ակումբի միջազգային կանոնադրությամբ չուներ։ Կանոն է բոլոր Ռոտարի ակումբները, որ բոլոր ակումբները պետք է ենթարկվեն։ Երկրորդ մեղադրանքը նրա եւ հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի մոր միջև եղած կապն էր։ Տեր-Պողոսյանը հիշում է, որ Նաիրիի եւ իր եղբոր Կարենի հետ ծանոթացել է Ամերիկայում 1990 թվականին սկաուտների հավաքի առիթով։ Հաջորդ տարի նա գալիս է Հայաստան եւ շարունակում եղբայրների հետ մտերմությունը։ Ես Կարենին ավելի շատ կժաշնայի, Նաիրին այդքան չէի ժաշնալ։ Այնուհետև Երևանում Սերոբ Տեր-Պողոսյանը ծանոթանում է Հունանյանների մոր հետ։ Ըստ մեղադրանքի ոչրագործությունից առաջ Կարենն այս մարդուց $300 է ուզում զենք գնելու համար։ Դա պարզվում է այդքան էլ այդպես չէ։ Կարեն եկած էր իմ գրասենյակս այստեղ Երևան եւ սա որ Նաիրին գույրակի վիրահատություն բիդենե հիվանդանոցն է դրան պետք է փող պետք է գնաս օգնել Ո՞վ է մեկը կար ինձ այդսեր ես պիտի օգնեի ես շատ օգնություններ ռազեմ Հայաստան սիվոր չա պետք է սա $200 ինչ կհիշեմ ես $200 էր ես $200 դվի եւ Սերոբ Տեր-Պողոսյանին կասկածում էին նաեւ Նաիրի Հունանյանի հետ համատեղ բիզնես ունենալու մեջ ոչրագործությունից դեռ շատ առաջ Տեր-Պողոսյանն ասում է ես ընդամենը խորհրդատու էի Գարենը եւ Նաիրին դեր Ուկրաինային ինձ մայր եկավ գրասենյակս սա որ սա բարոն Սերոբ դահակս պիտի կան փող պիտի բերեն Շատ կխնդրեմ որ իրենց բիզնեսի բանդաս ուղղություն դաս որ սխալ չլան փող գործընթացներ ես գրնամ ուղղություններ բայց չեմ գնալ ուրիշ բաներ իրենց փողը մեզ դղակեն Ուկրաինայից եղբայրների վերադառնալուց հետո Սերոբ Տեր-Պողոսյանը նրանց խորհուրդ է տալիս ընկերություն հիմնել որպեսզի բիզնես սկսեն հիմնում են այդ ընկերությունը եւ Տեր-Պողոսյանին դարձնում անդամ ինքը դեմ չէ Մտածեցին սկիզբը ալկոհոլ շինելու պատրաստելու մտածեցին արևդուրի ես բայց ոյ մեկի մեջ մասնակցեցա եւ միշտ խրադեցի որ ուշադրությունը չլասխալքայլ արնեն փողագործությունն Սերոբ Տեր-Պողոսյանին ուղղված վերջին մեղադրանքը մանկապղծությունն էր այս մեկից նա չկարողացավ խուսափել մանկապղծական գործողությունների ամբողջ ընթացքում նա վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր 69-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվեց եւ դատապարտվեց 15 տարվա բանտարկության 4 տարի հետո նա մահացավ քաղցկեղից